Հաղորդակցվենք 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերելու համար։ Երեք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը արտահերթ ռեժիմով նախագիծ էր բերել, որը վերաբերում էր ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելուն, մասնավորապես դիտորդական առաքելության մասով, ինչ նպատակ ուներ այս ամեն ինչը, քննադատվեց ընդդիմության կողմից, նրանք չմասնակցեցին, ասացին, որ սա միջամտություն է ընտրություններին եւ փորձում են լրացնել, որպեսզի կարողանան կեղծիքներ թույլ տալ ընտրությունների ժամանակ։ Դուք համաձայն եք այս ամեն ինչի հետ։ Նախ ասեմ, որ ընտրական օրենսգիրքը դա ինքը համանդրական օրենք է, այսպես կոչված, որտեղ պահանջվում է 65 ձայն, որպեսզի որոշումը օրենքը համարվի ընդունված կամ փոփոխությունը համարվի ընդունված, դա պայմանավորված է հանգամանքով, որ շատ ընտրական օրենսգիրքի մեջ պարունակում է շատ սկզբունքային դրույթներ, ժողովրդավարության իմաստով, ժողովրդավարության հաստատման իմաստով, ամպրապնդման իմաստով, որը վերաբերում է այդ ոլորտին, ընտրությունների ոլորտին, նախընտրական քարոզություն, գուսակցությունների եւ այլ։ Եվ հետեւաբար նման դեպքերում փոփոխությունները արվում են 1 տարուց ոչ Ոստին ընտրություններից 4 ամիս առաջ են արվում։ Այդ փոփոխությունները նույնիսկ ամենաբարի նպատակով դա անթույլատրել է, ուղղակի անթույլատրել է եւ վերջ։ Բայց բոլոր դեպքերում հիմա նախագիծը բերեց քաղաքացիական պայմանագիր նախագիծը բերվեց եւ դա ուղղված էր կանոնակարգելու, հստակեցնելու դիտորդների ինստիտուտը, որովհետեւ մենք գիտենք, որ ասենք հիմա դիտորդական կազմակերպություններ կան, որոնք չունեն այդքան մարդկային ռեսուրսներ այստեղ, որ կարողանան, ասենք, ամբողջ Հայաստանում մեկ մոնիթորինգ անեն, հետևեն եւ այլ։ Եվ հետեւաբար շատ դեպքերում քաղաքական ուժերը իրանք են մարդիկ տալիս, որ այդ խնդիրները, ասենք, կարգավորվի։ Հիմա այստեղ անհանգստությունը ո՞րն է։ Անհանգստությունը ո՞րն է, որ այդ մարդիկ քաղաքական ուժերի ներկայացած մարդիկ, այսպես կոչված, եւ քարոզություն կարող են անել եւ նաեւ ինչ-որ իմաստով ուղղորդում, լինելով տեղամասերում եւ այլ, այդ ուղղորդման հարցերը լուծել, բայց դրանք իմ կարծիքով դրանք բաներ են, ուղղակի արդարացումներ են, որովհետեւ եթե ուղղորդման հարցերը լուծումը քաղաքական ուժերը կարող են վստահված անձերի միջոցով անեն, որտեղ վստահված անձեր կարող լինեն ներսում եւ ասենք այդ խնդիրը, այսպես կոչված է շղթան, որ կա ընտրող, միջնորդներ, այսպես կոչված դասոշիկներ կներեք բարես համար եւ քվեա սենյակ եւ քվեախցիկ այդ շղթան էլի կարող ապահովել։ Հետեւաբար դա արդարացում չի։ Նպատակը ո՞րն էր։ Նպատակը բան էր, այնա որ ասենք ոչ ցանկալի, այսպես կոչված դիտորդին եւ դիտորդական կազմակերպությունին դուրս թողնեն, դա հիմնական նպատակը։ Այսպես կոչված այդ հիբրիդային պատերազմի նույն կոնտեքստում, որ ասենք հիմնավորեն, որ այս կազմակերպությունը կամ այդ կազմակերպության մեջ այս անհատները sense բաներ նպատակներին հետապնդում եւ իրենց դուրս թողնի կամ ասենք ընդհանուր դիտորդական կազմակերպությանը դուրս թողնի։ Ինչ խնդիրեր լինելու, որ այդպես պայքարում է ԿՊ-ն, այսինքն ընտրություններից առաջ ամեն ձևով ապահովագրում են իրենց։ Այո, ընտրություններից առաջ քայլեր են կատարում, որոնք պետք է ուղղված լինեն ապահովելու իրենց հավանական հաղթանակը, որովհետև հիմա ասենք ընտրակիչ ծառայությունը, որ մենք ասում ենք 90-ական թվականներին ոնց էր իրականացվում, շատ հանգիստ հասարակ ձևով արկղերը վերցնում էին, տանում էին, թափում էին, պատրաստի արկղերը բերում էին կամ լցնում էին ձամից, բերում էին, ասենք ունենում էին արդյունք եւ գրանցում էին։ Հետո կամաց դեպի բանալվեց, մոդեռնիզացվեց, հետո կամաց դուրս եկավ բանից դուրս, սենյակներից դուրս եկավ, տեղամասերից դուրս եկավ դուրս, փող եւ այլ։ Հիմա սա արդեն ժամանակակից ձևերն է, մանավանդ ունենալով Եվրոպայի աջակցությունը, ժամանակակից ձևերն է, ինչ-որ իմաստով ընտրությունները այն մակարդակով չհասկացնել, որ ասենք պետք է լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար եւ նպատակաուղղված են դրան։ Այս գործիքակազմը, այն գործիքակազմը, որ կարան որևէ ուժի, քաղաքական ուժի քվեարկությունից մի քանի օր առաջ ուղղակի հանեն քվեարկությունից, այդ գործիքակազմը, այդ հիբրիդային պատերազմի կոնտեքստում եւ այլ, սրանք նպատակաուղղված են դրան։ Այսինքն մի կողմից իշխանությունը ասում է, որ մենք 50+-ից ավել ձայն ենք, տոկոսից ավել ձայն ենք ստանալու, մյուս կողմից ամեն ինչ անում են, որ ապահովագրեն իրենց, այսինքն վախեր կասկածներ ունեն, որ չեն անցնել, չէ՞։ Ալեն Սիմոնյանն ասում է 60% ունենք, ինչքան ունենք ձայներ ունենք։ Դա ասվում է։ Շարքային քաղաքացին լսում է։ Հետո
իշխանությունը ուժ է ցուցաբերում, մասնավորապես երեկվա այդ օրենքի ընդունումը նաև ինչ-որ իմաստով ուժի ցուցաբերում էր, ուժ է ցուցաբերում, շարքային քաղաքացին տեսնում է, այդ ամեն ինչը ազդում է մարդու վարքագծի վրա, եւ երբ որ մարդը տեսնում է, որ արդեն մեկ բան ձև չկա, վարիանտ չկա, ալեն ասում է 60% բան, անտեղը չի այդ բան անեմ, վատամարտել եմ հարևանիս հետ, որ ասենք ցուցակի 177 համարնական որը չգիտեմ, եւ այդ տրամադրությունն է, այստեղ որևէ պատահական բան չկա։ Եվ ընդդիմությունը, ընդդիմադիր դաշտը, այս ամեն ինչը հաշվի առնելով պետք է իր քաղաքականությունը։ Բայց ինչ կարող է անել ընդդիմադիր դաշտը, եթե այս ամեն ինչը արվում է, այսինքն ինչ ընդդիմադիր դաշտը պետք է ընդդիմադիր դաշտի գերխնդիրը այն է, որ այդ իմ նկարագրած քաղաքացուն թողնենք մի կողմ, մի մեծ հսկայական շերտ կա, որ անտարբեր է ընտրությունների հետ կապված, վստահություն չունի, որ լավ կլինի կամ այս ուժը կամ այն։ Չգիտեն կամ ում գնան ընտրեն։ Ում գնան ընտրեն, ընդդիմադիր դաշտը եթե չկարողանա ապահովել 55-60%-անոց ներկայություն ընտրողների, ապա քաղաքացիական պայմանագիրը դառնալու է նորից իշխանություն։ Հիմա ինչպես ապահովեն։ Հիմա տարբեր աճակատներով հանդես գալ, ինչի մասին այսքան ժամանակ խոսում է։ Տարբերակներ կա, տարբերակներից մեկն է, որ նոր ձևով, մեծ ձևով շարժումը մտել է ուժի մեջ, թափ հավաքում որոշակի, իրաց թվում է թե իրանք այնքան կկայանան, որ ասենք այդ խնդիրը գլուծեն եւ եթե ոչ միայնակ, ապա ինչ-որ մեկի աջակցությամբ կդառնան իշխանություն եւ այդ հարցը խնդիրը գլուծվի, բայց իրանք չսխալվում է, որովհետեւ իրանք ամենա այն հավանական ուժն է, որոնց Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից մի 7-8 օր առաջ դուրս կհանի բանից ընտրաշավից եւ վերջ ուղղակի ամեն ինչը Բայց դեպքում իրենք ինչ անեն, որ ապահովագրեն իրենց, եթե Փաշինյանի հայեցողությամբ պարոնացնեն այդ միասին, մենք առաջարկություն ներկայացնենք ընդդիմադիր դաշտին չհավաքնելով որևէ բանի, մենք առաջարկություն ներկայացրել ենք։ Դու պիտի այդպիսի գաղափար առաջարկես, որ այդ գաղափարը լայն մասաների համար դառնա քննարկման առարկա եւ հետո դառնա ընդունելի, որ իրանք գան ընտրությունների։ Մենք առաջարկել ենք այդ տարբերակը, ճակատի ձևով գնալ ընտրությունների եւ ժամանակավոր կառավարություն ստեղծել եւ այդ ժամանակավոր կառավարությունից հետո 4 ամիս համանadrությունը թույլ տալիս է մինիմալ ժամկետը մոտ 3-ից 4 ամիս դրանից հետո նորից անցկացնել ազգային ժողովի ընտրություններ, արդեն առանց որևէ մեկի կողմից վարչական ռեսուրսների, ռեպրեսիվ, այսպես կոչված ռեսուրսների օգտագործման, որպեսզի ժողովուրդը ձևավորի իշխանություն գաղափարների վրա եւ այն գաղափարների վրա, որոնք նպատակամղված պետք է լինեն այսօրվա տարածած խնդիրների, մարտահրավերների կառավարմանը։ Այս ժամանակ ձևավորի իշխանություն, որը կունենա մեծ լեգիտիմություն։ Մենք դա ենք առաջարկում։ Եվ ասենք այդ բարձր ճակատի քաշող ուժը պետք է լինի, հիմնական ուժը պետք է լինի մեր ձևով շարժումը։ Եվ եթե հանկարծ այդ դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը տենալով որ մեր ձևով շարժումը 20-25-30% ձայնի հավաքելու հնարավորություն ունի, եթե նույնիսկ դուրս հանի ընտրապայքարից, ասենք ինչ-որ этаպում ինքը մնում է ճակատի մեջ, կապ չունի, եւ իր ընտրողներին հավանական ասում է, որ ձայնը տվեք ճակատի մյուս ուժերին։ Եվ այդ ձայները չեն կորում, ճակատը մտնում է խորհրդարան, նշանակում է մեր ձևով էլ մտել խորհրդարան։ Ժամանակավոր կառավարության ինքը մաս կկազմի 4 ամսով եւ այդ ժամանակ արդեն կգնանք նորից ընտրությունների, թող ինքը հաղթի։ Հիմա թեժ պայքար է սպասվում եւ Փաշինյանը էլ ինչ կարող է անել, էլ ինչ զարգացումների սպասենք ընտրություններից առաջ։ Մեկ էլ կստեղծի բանը Հայաստանի առաքելական եկեղեցին։ Դա էլ որպես ուժի դրսևորում, որպես ընտրողները հասկանան, Ինչ եկեղեցի առանց որ Փաշինյանը ինչ ուզում է անում, կարողանում է անել, որոշ դեպքերում իրաց կարծիքով չի, որոշ դեպքերում սա, բայց կարևոր չի։ Ինչ ուզում անում, ուրեմն մենք էլ խելոք մեզանից տանք, բանը շարժ։ Այսինքն առանձին եկեղեցի կստեղծի։ Այո։ Այս երկու գվերչացնի կանոնադրության վրա աշխատանքը եւ պատրաստ փաստաթղթերը տալ արտադրության նախարարություն գրանցման համար։ Իրանք ստեղծել են նոր եկեղեցի։ Այդ արվելու, մեկ էլ այդ ինչ-որ էլեգարվես կամ էլի մոնիթորինգ թե որ քաղաքական ուժնա վտանգ ներկայացնելու իրենից, որի հարցերը լուծվի, ասենք համապատասխան փուլում։ Հիբրիդային այդ պատերազմի քարոզչության ներքո կարելի է այդ ամեն ինչը։ Այո, հիբրիդային պատերազմի քարոզչության ներքո եւ այստեղ շատ տարօրինակ հարց առաջանում, էլի, շատ տարօրինակ հարց առաջանում, ասենք օրինակի համար, երբ որ ակաղակացին ասում է Եվրոպա, Ամերիկա, Մակրոն, բան, ինքը խնդիր չունի։
Իսկ երբ որ բեք քաղաքացին ասում է Ռուսաստան կամ ասենք Իրան կամ տարածաշրջան, ինքը խնդիր ունի։ Դա անհասկանալի է, թե ինչի է այդ ձևի, բայց այդ ձևի է, որովհետև Եվրոպայի գերնպատակն է Ռուսաստանի տարածաշրջանից դուրս մղելը։ Այդ նպատակի շուրջ համախմբված են նաև Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք ասում են, որ մենք սատարում ենք ըստեյության Նիկոլ Փաշինյանին։ Եթե հիշում եք, անցած մեր հանդիպման ժամանակ դեռ տաղավարում ես այդ հարցը որտվեցի, ասի որ դուրս գանք փողոց 100 քաղաքացու հարցնենք, որոնք են ճշտամի պետությունները, 90-ը կասեն Թուրքիա, Ադրբեջան։ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, բայց 90 հոգի կասեն Թուրքիա, Ադրբեջան։ Եվ դա մենք համաձայնվեցինք։ Ես երբ հաջորդ հարցը տվեցի ձեզ կոնկրետ, որպես իբր թե քաղաքացու, ասեցի հիմա դուք համաձայն եք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը վերադառնի որպես վարչապետ։ Դուք կամուկացի մեջ եղեք, բայց հիմա արդեն հայտարարեցին, չէ՞ որ իրանք ուզում են։ Բայց այսպես թե այնպես Թուրքիան եւ Ադրբեջանը մեր համար էս պահին ճշտամական պետություններ են։ Եվ այն 100-ամյակների իրենց ծրագիրը, որ իրանք ունեին Հայաստանի հետ կապված, տարածաշրջանի հետ կապված, օրակարգից դուրս չի եկել։ Այլ մեթոդներով կարող անեն, բայց դուրս չի եկել։ Հետևաբար, ինչի մենք պիտի մեր ճշտամուների ուզած, ասենք մարդուն ընտրենք վարչապետ։ Ավելի լավ չի մեկ ուրիշը լինի, որպեսզի մի քիչ թարմություն մտնի, որպեսզի ինքը կարողանա Թուրքիայի հետ ուրիշ ձևով բանակցություններ վարի, Ադրբեջանի հետ ուրիշ ձևով բանակցություններ վարի, բենզին, բասա, օքեյ, ամեն ինչը լավ է թողալի, բայց այս նպատակով։ Դիմացինությունը ԿՊ-ի ներսում ասում են, տեսնում եք, Փաշինյանը ինչ հաջողություններ ունի, նա գնաց Դավոս, նստեց Թրամփի կողքը, Թրամփը նրան ժպտում էր, աչքով էր անում, հետո նրան խաղաղության մրցանակ տվեցին, հիմա նա հասել է այնքան բանի, որ նա ինքը չգնաց Դավոս, իրենք կանչեցին Դավոս, այնտեղ երկու տարբեր բաներ են, որովհետև Տիկին Նազարի Բաղդասյանը հայտարարել էր մամլոք հարտուղարը, որ Փաշինյանը չի գնալու Դավոս։ Իրեն կանչել էին եւ հետո նաև տեսանք թե ինչ շրջապատում էր նստած ընդհանուր առմամբ, հետո տեսանք ինչ պետություններ էին եւ երրորդը ես գտնում որ ինքը չէր կարող չգնալ։ Ճիշտ արել գնացելը։ Դե որովհետեւ եթե Թրամփի հետ հիմա ինքը այնպեսի հարաբերությունների մեջ է, Հայաստան-Ամերիկա այնպեսի հարաբերությունների մեջ է, որ կարող է պատահի մենք ճիշտ մարտահրավերների ճիշտ կառավարման դեպքում լավ արդյունքներ ունենանք, եւ Թրամփի դերակատարությունը այդտեղ էս պայն էական է, ինքը դու չէր ինքը հատկապես եթե Թրամփի ուղին է։ Ինքը Թրամփի պատասխանը բանը հիմար բանը որ ստեղծել է, խաղաղության այդ բանը որ ստեղծել է, դե Թրամփը ինքը բանը քաղաքական ծառայացու է, ինքը իրականում ասենք քաղաքական ծառայացու, ինքը չի հասկանում թե որը որից հետո եւ ինչ է անում, որովհետեւ ցնորական գաղափարներ ունի, ասենք մարդ որ լինի Ամերիկայի նախագահ, երկրի թիվ 1 գերտերության նախագահը ու երազի Նոբելյան մրցանակի մասին, դա բանը մի քիչ տարօրինակ է, դա մանկամիտ մարդու ցանկություն կա։ Փառասիրություն ունի մեծ։ Փառասիրություն ասես, ինչ ասես, չգիտեմ, ես հիշում եմ, որ փոքր էի, ոնց է երազում որ հեծանիվ ունենայի եւ երբ որ ունեցա, այդ իմ կյանքի բանը եղավ, էլի, ասես կոչված, մեծ նվաճում եղավ։ Հիմա Իրանն է, ոնց փոքր ժամանակով երազանք եղել Նոբելյան մրցանակ ստանա, երկրի մոլորակի տերությունն է, ինքը մտածում Նոբելյան մրցանակ ստանա։ Այդ մարդու հետ կարելի է լուրջ բանի մասին խոսալ։ Այսօր ես որոշումը կայացնում, վաղը փոխում, այսօր բանը դրա համար այն քայլերը որ արվում է իր հետ որոնց ես դեմ չեմ ընդհանուր առմամբ պետք է հաստատակամության աշխարհը շատ բարձր լինի մասնավորապես վերջի փաստաթուղթը որ ստորագրվեց այնտեղ շատ վտանգավոր կետ կա որ Ամերիկան կամ Հայաստանը կարան իրենց 74% կամ 26% մասնաբաժինների ստան ուրիշին երկրորդ կողմի համաձայնությամբ ասենք պայմանագրի մյուս կողմի համաձայնությամբ բայց դա անթույլատրելի է Ամերիկան ուժեղ է Ամերիկան կճնշի Հայաստանին եւ կասի համաձայնվի հատկապես 26%-ն է մերը հա ոնց այստեղ պետք է օրինակ նոր իշխանությունները կամ չգիտեմ հիմա եթե կարելի է անել հնարավոր թե չէ պետք է այս կետը փոխվի եւ դառնա բան որ արգելվում է երրորդ կողմին տալ հիմա դուք ինչ վտանգ եք տեսնում ինչ կարող է անել Ամերիկայի Միացյալ Նահանգները դա Թուրքիան դա Ադրբեջանը Հայաստանը չի կարող ձայն հանել իհարկե չի կարող ասենք թե հիմա Նիկոլ Փաշինյանը ինչպես ասեցի հանդիպումից մեկի ժամանակ ինքը ուժեղ տղա է ամենախելոք տղան է ամենադուխով տղան է իրեն չեն համարձակվի ճաշեն վաղ կանեմ ես թույլ վաղկոտ կաշառակեր վարչապետ ինձ Թրամփը մի փոքր կտա կճնշի դե բայց Թրամփն էլ է ժամանակավոր հա Թրամփն էլ է ժամանակավոր
Այնպես Թրամփ էլի, հաջորդ Թրամփ, ասենք 20 տարի հետո մեկ ուրիշ Թրամփ կա, չէ՞ կլինի, որ ինչ պատճառներ, արդեն հազարի պատճառներ կարող լինի։ Հիմա չեմ այդ պատճառները թվարկեմ։ Մենք 49 տարով պայմանագիր հերթով թվարկեմ։ Ավելի լավ չի փակենք այդ հնարավորությունը եւ այդ ճանապարհով ճիշտ ճանապարհով է այդ Թրամփի հետ կապված։ Սա վտանգավոր է, սա։ Վտանգավոր է այդ։ Այսինքն ինչ որոշվի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող որևէ ընկերության երրորդ կողմին իրավունք տա։ Թոմելի աշխատացնի եւ ինչ ուզում անի, բայց փաթեթից այսպես կոչված մասնաբաժին երրորդ կողմին չպիտի կարողանա տալ։ Դա շատ վտանգավոր է։ Հիմա այս վտանգը չի տեսել Հայաստանի իշխանությունը, որ հայտարարությունում ստորագրեցին։ Ես չեմ կարծում, ես հանճարեղ տղա եմ, իսկ Արարատ Միրզոյանը շատ թույլ մեկն է։ Արդեն ստեղ անհանգստություն առաջանում։ Տեսել դա հատկապես երբ խոսում են հնարավորություն էցել այստեղ է անհանգստություն առաջանում որ այստեղ արդեն Թուրքիայի հետքն է զգացվում որ Թուրքիան երևի Տրամփի Իսրայելի հետ միասին ինչ-որ բանակցությունների մեջ մտել կուլիսների հետևում որ այդպեսի հնարավորություն լինի բայց վկա է անհանգստությունը բայց հակառակ դեպքում անհանգստանում կարող պատահի հնարավոր չի եղել դեմն առնելու դա էլ է այսինքն Հայաստանի իշխանությունը դեմ չի ամեն դեպքում շատ բան եմ ասում մենք շնորհակալ ենք ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շնորհակալ եմ որ այսօր Տրամփը կանգնած է Հայաստանի իշխանությունների կողքին եւ ամեն ինչ անում է որ խաղաղության այս փխրուն իրավիճակը դառնա մնալու եւ հաստատուն եւ երկար ինչի է այդ ձևի գնաց ախպեր ջան այդ դեպքում մենք իրաց հավատում ենք մենք իրաց վստահում ենք մենք իրաց աստվածացնում ենք բայց ինչի է գրած որ կարա օտարի ավելի լավ չի որ գրած որ չի կարա օտարի երրորդ կողմին եթե ինքը ուզում է իր մասնաբաժին ինչ-որ մեկին տա թող տա Հայաստանին թող տա Հայաստանին առավելևս 49%-ի հեռանկար կա թող տա շատ վտանգավոր է անպայման սա դեմը պետք է առնի որովհետեւ մենք չգիտենք 15 տարի հետո 20 տարի հետո ինչ տեղի կունենա Հիմա Փաշինյանի այս քաղաքականությունը, որ վարվում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրում Թրամփի ճանապարհը, բացի այդ, այսպես Ալիևը անընդհատ սիրաշահում է, ասում է, որ խաղաղություն է հաստատվել, ցույց է տրվում, որ լավ հարաբերություններ է, նախագահը գնաց եւ Դավոսում շնորհակալություն հայտնեց, այսպես ջերմ հարաբերությունները, սա արդյոք խոսում են մասին, որ Փաշինյանը իսկապես փակել է պատերազմի էջը եւ խաղաղությունը հաստատված է։ Բացարձակապես։ Պատկերացրեք իրավիճակ, երբ որ բնակարանում մի սենյակում պատերը ճաք են տվել, ասենք, երևի ճաքը սիրուն չի, էսթետիկական իմաստով, ոչ թե ֆունդամենտալ իմաստով ճաք շեքը կարող է փլվի, այլ ճաքը դա տված եւ դու ուզում ես դրան վերացնել։ Եվ վերում ես ընդհանրապես բան ես անում։ Վերևից մի թեթև բան ես անում, ծեփամատիկ ես սկսում ու ներկում ես։ Եվ Փաշինյանը այս բոլոր քայլերը այդպեսին են։ Ասենք պրոբլեմը թաքցնել, բայց կա պրոբլեմը, հետո մի հատ ուրիշ շարժման դեպքում կա։ Մասնավորապես բանը 300,000 փախստականների վերադարձի հարցը Ադրբեջանը, որ այսօր եւ հետախուզությունը կարծեմ բանը արտաքին հետախուզությունը հաստատեց կարծեմ, եթե չեմ սխալվում, ամենթե հետքն էր, որ զինվում է Ադրբեջանը։ Զինվել է մի կողմից, բոլորս գիտենք, որ այդ արևմտյան Ադրբեջան հասկացության հետ կապված, ասենք պետական ֆինանսավորում է։ Պետական ֆինանսավորում, ասենք հիմա դու Այսինքն պետական ծրագիր է այդ։ Այո, դու չես կարող Արևմտյան Ադրբեջան, այստեղ կալանքն ադրբեջանցի։ Եվ չեմ իսկը, երբ որ այսպես կոչված խաղաղության բաները բենզին ավելի շատ գա, ցորեն ավելի շատ գա բանանի, Նիկոլ Փաշինյանը կնայի ասի Հերմինե ջան, հիմա ինչ ես ուզում։ Հիմա թողան ինչ է, թողան ապրել ինչ պիտի լինի բայ։ Ավելի լավ, մեր բանակ ավելանա, ժողովուրդը կշատանա, բանկան եւ այլ, բայց չկա Հայաստանում մի մարդ, որ դրանից չանհանգստանա, որովհետեւ դա կոչվում է էթնիկական բան, էթնիկ, այսպես որ անեքսիա։ Կամաց մենք թողնելու ենք գնանք, իրենք շատանալու են, մենք թողնելու ենք գնանք, իրենք շատանալու եւ 30-40 տարի հետո կարող Հայաստանը որպես պետականություն ասենք վերանա կամ ուրիշ ձև պետականություն լրի, որ ասենք Հիմա համոզում են, ասում են, որ նման հարց չի քննարկվում, օրակարգում չկա, Արարատ Միրզոյանն է։ 4 տարի առաջ, երբ որ ես այդ հարցը բարձրացնում էի խմբակցությունում, Արարատ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը ասում են, այդպեսի հարց չկա։ Երեք անընդհատ ամեն հանդիպման ժամանակ բանակցությունից հետո ես այդ հարցը բարձրացրել եմ, ասում եմ, այդպեսի բան չկա։ Եվ իմ իրական անհամաձայնությունը եւ կռիվը վարչապետի հետ եղել է այս խնդիրը։ Մնացածը արդեն ուրիշ համեմունքներ են։ Հիմա իսկ վերջերս այսինքն հարցը կա, բայց թաքցնում են, չեն ասում։ Թաքցնում են։ Վերջերս արդեն այդ հարցը վարչապետը բերեց օրակարգ։ Երբ որ Եվրոպայում հայտարարեց, որ ես դիմում եմ Ալիևին, Ադրբեջանի նախագահին, որ գանք քննարկենք
Արցախի ժողովրդի վերադարձի հարցը Արցախ եւ Մենք փակենք այս հարցը, դուք էլ այդ հարցը փակեք։ Այսինքն ինքը բերեց օրակարգ։ Հիմա Ալիևը այդ արդեն գրանցված է, իր մոտ դրված է, սպասելու է հեսա Նիկոլ Փաշինյանը ընտրություններում հաղթի եւ հունիսի 8-ին զանգի, ասի շնորհավորում եմ 8-ին չէ, մեր կողմից երբ պաշտոնական արդեն լինի, զանգի շնորհավորում եմ, բաման եւ հանդիպենք մատ այդ թեմայով խոսանք։ Ու հանդիպելու այդ թեմայով խոսալու է եւ օրակարգում արդեն այդ հարցը կլինի եւ քննարկումը կտա ոչ մեր օգտին։ Նույնիսկ եթե համաձայնագիրը ստորագրված չլինի խաղաղության։ Իհարկե, չի ստորագրվի, մինչև այդ համաձայնությունը չլինի։ Դե բայց այդպեսի կետ չկա Որտեղ։ այդ համաձայնագրում։ Եթե համաձայնագրում չկա, բայց որ չկա, եթե համաձայնագիրը այդ տնամորճականներին ինչին են սպասում, թող ստորագրեն, դե համանդրության հարց կա, բան կա եւ այլ եւ այլ եւ այլ։ Եթե թող ստորագրեն, ուրեմն ինչ որ բաներ կա, չէ՞ որ պետք է արվի, տնային աշխատանք կա տվել Զալիևը, չէ՞, հիմա Նիկոլ Փաշինյանը տնային աշխատանքն է լուծում։ Այս երեկվա այդ հարցով, որ ընտրական ուժգին փոփոխություն արեց, այդ հիբրիդային պատերազմի այսպես կոչված բանը, հողմաղացների դեմ պատերազմը, որ անում է ինքը, հավայի չի անում, այդ ամեն ինչը անում է տնային եկեղեցու դեմ պայքարը, այդ տնային աշխատանքն է կատարում միջև ավարտի, որ հետո Ալիևը արդեն պատրաստ լինի ստորագրելու խաղաղության պայմանագիրը, բայց Ալիևը խաղաղության պայմանագիր առանց այդ անկլավների հարցի, առանց փախստականների վերադարձի հարցի չի ստորագրի։ Հիմա ինչ է տալիս Փաշինյանին, որ իր առանձին եկեղեցին ստեղծի։ Ինչու է եկեղեցուն ընտրել իրեն PR-ելու, այսպես միջոց։ Առանձին եկեղեցի դա նորից մտնում է այդ ընդհանուր կոնտեքստի մեջ։ Ինքը առանձին եկեղեցի ստեղծում է, որպեսզի այդ եկեղեցին դառնա իր ցնորական գաղափարի 4 հանրապետության հենասյուներից մեկը։ Ինքը 4 հանրապետություն ազում ստեղծի։ Դա այս 4 հանրապետություն ու բանա։ Բայց նաև այս ամենը կիրառում է ընտրություններից առաջ, որովհետև մենք տեսնում ենք, որ ընտրություններից առաջ այս ամեն ինչը շարքում է որպես PR գործիք, Փաշինյանը երբ պատարակների է գնում, այդպես առանձին նկարվում է, ցուցադրվում է, գովազդ է արվում այս ամեն ինչը։ Կարծես եկեղեցին ընտրել է իր համար PR-վելու միջոց։ Բայց ես չեմ կարծում որպես հավատացյալի կերպար բարեփոխիչ այդ ամենը կեղծ է, որովհետև դու միջև այդ աներ, դու միջև այդ գնալ, բայց ես ասեմ իհարկե որ իր այդ քայլերի շնորհիվ ահագին դրական բան է տեղի ունեցել, եկեղեցին որոշակի մասով մաքրվել է, եւ որ ասում եմ մենք անում ենք սա եկեղեցին բարենորոգելու, մաքրելու համար, ինքը ստում է իհարկե, բայց իր քայլերը բերեցին դրան, մասնավորապես 10 սողունները որ հայտնվեցին, բացահայտվեցին մեր աշխիվ ժողովրդի աշխին իրաց հետ կապված այդ քահանաները եւ այլ եւ այլ։ Դա որպես դրական բան արձանագրել ենք։ Բայց ամեն դեպքում խնդիրները եկեղեցում ստեղծվում են։ Բայց խնդիրները ամեն կա։ Հայաստանի հետ կապված բոլոր ինստիտուտներում էլ խնդիրներ կա։ Դու չպիտի ինստիտուտները փակես, դու խնդիրները պիտի լուծես։ Եթե եկեղեցում կա մեկը կամ երկուսը կամ երեքը, որոնք օտարպետությունների համար ծառայությունների մատուցում եւ այլն, բռնի բանա դա հարցերը լուծի։ Դու ունես հսկայական դրա համար հնարավորություններ, ԱԱԾ ունես, ես դատախազություն ունես, քննչական կոմիտե ունես։ Հիմա միայն մեղադրանքներ է հնչեցնում վեհապարի հետ կապված, եղբոր հետ կապված։ Ուրեմն քույրական նպատակը դա չի, քույրական նպատակը ուրիշ է։ Սա օգտագործես որպես առիթ եւ այդ 10 սողունների միջոցով ստեղծես Հայաստանի առաքելական եկեղեցի, որը կարելի իսկապես մինչեւ փետրվարի վերջ։ Այդ ստեղծվի եւ դա էլ է։ Ինչպես է դա օրինական ուժ է տալու այդ ամեն ինչին ինքը։ Ո՞վ։ Գրանցվել է որպես կազմակերպություն կրոնական, ո՞վ է ասելու։ Ո՞վ է լինելու կաթողիկոսը։ Այդ 10 սողուններից մեկը։ Ինչու է կարծում որ այդքան արագ Փաշինյանը այս հարցը կլուծի։ Նույնիսկ մինչև փետրվարի վերջ։ Ես ճանաչում եմ իրեն։ Ես շատ լավ եմ ճանաչում իրեն։ Սա էլ իր համար մեծ բանալելու ընտրություններում, այսպես կոչված հավանական հաղթանակը տոնելու համար շատ էական է։ Հիմա ասում են այլ հարցով է անհանգստացած Փաշինյանը եպիսկոպոսած ժողով է լինելու եւ անհանգստացած են որ այստեղի եպիսկոպոսները չգնան Ավստրիա հասնեն, նաեւ կաթողիկոսի հետ կապված ուզում են արգելքներ ստեղծել։ Հա, բայց բանը Ամերիկայի արևմտյան թեմինը Տեր Հովանես Տերտերյան, թե ոնց անունը լավ չեմ հիշում, ինքը մասնակցելու, հա։ Այստեղ եպիսկոպոսները հայտարարել են, որ չեն մասնակցելու։ Հա, դե ինքը բայց տարանջատ է, ո՞ց։ Չէ, եկեղեցին է որոշել, որ Ավստրիայում պետք է լինի եպիսկոպոսած ժողով։ Գիտեմ, այստեղ 10 սողունները չեն եկում, ստե 9։ Ամերիկայինը գնում է, արևմտյան թեմինը ասել է հայտարարել մասնակցելու է այնտեղ։ Իմաստակ չեն գնում Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալիս, թե չեն գնում, որովհետև այդքան սկզբունքային է, չգիտեմ ես։ Ամեն դեպքում արգելքներ է ստեղծում, նաև մյուսների մասով, ասում են։ Հնարավոր է, որ թույլ չտա, որ նրանք մեկնեն։ Չեմ կարծում, որ կարող են։ Կալանավորում են, ասում կարող է։ Կալանավորվածները չեն գնա բնականաբար, բայց նոր բաներ ասել չի կարա, որովհետև ինքը այդ ռեսուրսը սպառեց իմ կարծիքով։ Այդ ալիքը որ արեց,
Արշակ Սրբազան, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մկրտիչ Սրբազան, ինքը քարերն արեց, այդպես կոչված։ Մկրտիչ Պրոշյանը։ Հա, Պրոշյանը, այդ քարերն արեց, բայց դա էլ արդյունք չտվեց ըստ էության։ Եվ եկեղեցու վերնախավի մասնարարպես Գարեգին Վերափարի հավասարակշռված եւ հետեւական պահվածքը իր արդյունքը տվեց։ Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվի որպես վարչապետ եւ այդ եկեղեցի զուգահեռ եկեղեցին որ պիտի խստեցվի սահմանային վիճակում կվերանա, էլի։ Պետք պայքարենք, որ դա այդպես լինի։ Իսկ ինչ է կատարվում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներսում, օրերս մենք իմացանք, որ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսիմե Հունանյանը հեռանում է պաշտոնից, ինքը գրել էր, որ իր հայտարարությունները հասարակության կողմից չի ընկալվել եւ ինքը ներողություն է խնդրում եւ ուզում է հեռանալ, բայց հատկանշական է, որ նա ոչ միայն հանձնաժողովի նախագահի պաշտոնից է հեռանում, այլև չի մասնակցելու հետագա ընտրություններին, այսինքն հասկանալի է, որ որոշում կա քաղաքական։ Ինչ էր տեղի ունեցել, ինչ հայտարարություններ էր արել, որ այդքան զայրացրել էր Փաշինյանին։ Ես ինքս չեմ պատկերացնում, ես Ռուսիմե Հունանյանին ճանաչում եմ, եթե չեմ սխալվում 15 թվականից, այն ժամանակ երբ որ Նիկոլ Փաշինյանի շուրջ հաշվված մարդիկ կային, մեկն էլ ինքն էր եւ անունաթով տվյալված էր հեղափոխության գաղափարներին եւ վստահելի գործընկեր էր։ Հիմա 15 թվականից։ Հա։ Եվ վստահելի գործընկեր եւ թիմի մաս հիմա Նիկոլ Փաշինյանի շրջապատը մեծացել է, շատացել են, դառնում 7000 հոգի եւ ինչ որտեղ, ասենք Տիկին Հունանյանի նմանները կամ իր նմանները դառնում են նաեւ ինչ որ իմաստով խանգարող հանգամանք եւ հետեւաբար այն որ օթապարիկը որ գնում է, օթապարիկը սես բանն է, չէ՞, մեջը մեշոկներով բանա դրված, բալաստներ ա դրված, որ հանգած օթապարիկը խնդիրը բալաստներից գցվեց, որ բանա չկործանվի։ Հիմա այդ նմանատիպ բաներ ա արվում, որովհետեւ ասենք ինչ ա խոսացել Տիկին Հունանյանը ասում բանակում մեծ գլուխներ են պետք։ Մի անգամ արտադրություն արեց բրբեսնյակի ծաղիկ հոչեմ, ասենք, որը դառավ նույնիսկ թեւավորը շատ գեղեցիկ է ստացվել, շատ լավ ընկալվեց։ Հա, բայց հանրությունը ծիծաղում է, քննարկում է, քննադատում է, ընտրություններից առաջ դա թիմի օգտին չի աշխատում։ Ես չեմ կարող համաձայնել դրա հետ, որովհետեւ յուրաքանչյուրս էլ մեր խոսքում կարանք այս կամ այն վրիպումը անենք, բայց ես չեմ ասում, որ կուսակցական գծին հակառակ գնաց բան, դա ուրիշ բան է, բայց վրիպում մեր խոսքի մեջ շատ-շատերս կարանք ունենանք, եւ շատ-շատերը ունենում են։ Դե ժամանակին ձեր ասածներն էին քննարկվում, այդպես քննադատվում, բայց ինչու այդ ժամանակ ձեզ չհեռացրեց Փաշինյանը։ Դե չխելոքացավ է չհեռացրեց, էլ։ Դե հիմա նույն փաստորեն հետ է։ Բայց դա ճիշտ ճանապարհը չի։ Ճիշտ ճանապարհը ուրիշ է։ Երբ որ ընկեր սայթակում է ինչ որտեղ, դու չպետք է ասենք ուսով հրես որ ինքը ցեխաջրի մեջ, դու պետք է բանանես ուսը դեմ տաս ինքը չգնի ցեխաջրի մեջ, հետո ասես որ սենց, բայց հիմա ասենք Ռուսիմե Հունանյանին հերացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից եւ ցույց տալ որպեսզի մնա ցուցակում ինչա որպեսզի այսպես կոչված հեղինակությունը, թիմային հեղինակությունը չբանանի, դա սխալ ճանապարհ է եւ ես կարծում եմ դա բացասական էֆեկտ է գործելու։ Փոքր չափով, բայց բացասական էֆեկտ է գործելու։ Որովհետեւ դեռ չեն վերաբերվում այն մարդու հետ, ով ամենադժվարին պահին կողքին է եղել։ Բայց եթե նրա ամեն ասածները ծիծաղի առարկա է դառնում, քննարկվում է, քննադատվում է, Facebook-յան էջերում կիսվում են մարդիկ, այս ամեն ինչը չի ազդում թիմի հեղինակության վրա։ Ընտրություններից առաջ լարված մթնոլորտ։ Երբ որ հնարավորություն է տրվում, հետո այդ ամեն ինչը շտկվում է։ Երբ որ հնարավորություն է տրվում, այդ ամեն ինչը շտկվում է եւ ոչ թե դու ուրախանում ես, որ քո ընկերը սայթակեց եւ դու դառնալ ուրիշ հարցեր ես լուծում։ Պետք է հնարավորություն տաս։ Դե հա այդպես էլ է լինում։ Հիմա նպատակավոր է այս ամենը։ Այդպես էլ լինի, ասենք կարողապատի այս կամ այն հարցազրույցից ես էլ ժամանակին որ դուք նշեցիք հարցազրույց եմ տվել, որը խնդիրներ առաջացրել։ Ես համապատասխան բան նույնիսկ մի անգամ այս բաթուժ բաներ կասեմ, եթե հարց հասավ դրան, օրինակի համար։ Մի անգամ ես համանդրական դատարանի դեմ պայքարի բանում, այսպես կոչված ճակատում, ես մի արտահայտություն արեցի, որը իմ գործընկերները գտան, որ դա շատ վատ է, շատ թիմին հարվածող արտահայտություն է։ Ինչ էիք ասել։ Մոտավորապես ասել որ բանը տղա են բերում Հայաստանի վրա, Հրայր Թոմասյանը բանը, դա մի բան է ասել։ Եվ Լիլիթ Մակուսն էր խմբակցության նախագահը,
Ինձ հրավիրեցի մոտ, գնացի, ասես պարոն Աղազարյան, դի բանա, խնդրահարություն եղել ձեր արտահայտությունը, մի ձևով բան արեք։ Ինչ էիք ասել, ով է տղաբերում։ Թովմասյանը, եթե չեմ սխալվում։ Այսինքն Փաշինյանի դեմ բան չէիք ասել, ուղղակի Չէ, ես ներողություն եմ խնդրում։ Մեծ հիմա որ լիներ կողջունվեր։ Ես ներողություն եմ խնդրում Տիկին Մակոցից, երբ որ ինք ասես պետք է այդ բանը մենք ուղղենք, պարոն Աղազարյան, ինչ-որ մի հատ բան գրեք, էլի ձեր էջում բանը, ասես ես բանը բացեցի, հեռախոսը բացեցի, ասես տվեցի, ասես Լիլի ջան, ինչ ուզում ես, բանա գրի։ Գրեց։ Ինչը գրեց։ Եվ հետո երբ որ ինքը գնում էր դեսպան, երբ որ շախից բաներ անում, բոլորիս այսպես կոչված հաջողություն, բան, ու հետ էլ նշեց, ասես որ բանա, ես վատ եմ զգում, մի անգամ ասի, բայց ես չեմ նեղացել, ես էդի դու ինձի որպես իմ խմբակցության ղեկավար ես էդի արել, եւ ես ոչ թե նեղացել եմ, վիրավորված եմ եղել, ես գտել եմ, որ դու իրավունք ունես, եւ ես տվել եմ այդ բանը, ասում ինչ ուզում ես գրի, ես վստահում եմ քեզ։ Ոնց որ քեզ հաջողություն եմ ցանկանում Տիկին Մակոնց Ամերիկայում քո գործունեության համար։ Շատ պահվածք է։ Շատ ճիշտ պահվածք է։ Ասեք ես սխալվել եմ, սայթակել եմ, հիմա պիտի բան անեն, հա, քացով խփենի գցեին եղտաջրի մեջ։ Դա ճիշտ չի։ Ճիշտը Տիկին Մակոնցի պահվածքն է։ Հիմա օրինակ ես Հայկ Սարգսյանի հետ կապված ինչպես եք բացատրում։ Փաստորեն նրան եւս արգելվեց, որ ինքը ցուցակում ընդգրկվի հաջորդ։ Բողոքարկել է, այդ բողոքարկելը մերժվել է։ Հայկ Սարգսյանի մակարդակը բանը միշտ ընդունել եմ, հարգել եմ, բայց իր այդ այդքան, այսպես ընկերական հարաբերությունների մեջ չեմ եղել, որ կարողանամ ասել, դա որևէ գնահատական տամ։ Հիմա շատ դժվար է գնահատել։ Արտաքուստ գնահատական կարող եմ տալ, որ իր պահվածքը, անկախ պահվածքը, այսպես կոչված, շատ-շատերի համար անընդունելի է, հա։ Ես ընդհանուր երևույթն եմ ուզում։ Ես քանի որ չգիտեմ խորքայի պատճառները, նորից եմ ասում, քանի որ ես չգիտեմ խորքային պատճառները, ես կարող եմ ասեմ արտաքին գնահատակ, արտաքուստ գնահատակ։ Իր անհատական պահվածքը, անկախ պահվածքը շատ-շատերի ինքնասիրությանը վիրավորում է, որովհետև իրենք հլու հնազանդ գառինման ծառայում են վարչապետին։ Իսկ ինքը հլու հնազանդ գառինման չի ծառայում վարչապետին, ծառայում է վարչապետին իր սկզբունքների եւ արժի համակարգի հենքի վրա։ Ասեք ես դա մարտակուս գնահատականը ժողովրդի ժամանակ որ տեսել եմ, բայց խորքում ինչ պատճառներ կա, ես չգիտեմ։ Գառի նման ծառայողներ է ուզում ունենալ Փաշինյանը։ Հա։ Եվ դա է առնելու իր կորտանման բանը հիմնական բավոց, ասեք գառի նման ծառայողները ո՞ւց կան ծառայեն։ Երբ որ դու կաղապարված ես, դու մեծ մակարդակ ունես, պոտենցիալ ունես, մտքեր արտահայտելու, գաղափարներ արտահայտելու, բայց դու կաղապարված ես, որովհետև վախենում ես մի հատ բան ասես, որ վարչապետի դուրը չգա, դու ինքնարեալիզացվես, քո ոչ գիտելիքներու հնարավորությունները ինտելեկտակ կարաս տրամադրես թիմին, չես կարա տրամադրես, չխոսամ բան չանեմ։ Բայց այդպիսի մեծ պոտենցիալով մարդիկ կան այդքան շատ թիմում։ Իհարկե խմբակցությունում։ Իհարկե կան, բայց արդյոք շատ են նրանք։ Հələ մենք իշխանություն չէինք, եւ երբ որ մենք ժողով էինք անում, ես ասի ես էս տենում եմ, բանա, երկու կառավարության կազմ եմ տենում։ Եվ կային, եւ հիմա էլ կան, բայց վարչապետը լրիվ ուրիշ ճանապարհով գնաց, եւ ինքը գտնում է այդ ճանապարհը իշխանությունը պահելու եւ իր գաղափարները կյանքի կոչելու եւ ժողովրդի հարցը իր պարտավորությունները կատարելու։ Դա սխալ ճանապարհ է, որովհետեւ դու ամեն ինչ պիտի անես քո իշխանությունը պահելու համար, օրենքներով եւ սահմանադրությամբ նախատեսված կարգով։ Դու միշտ պիտի պատրաստ ես իշխանությունը կորցնել։ Վարչապետը այսօր պատրաստ չի իշխանությունը կորցնել։ Ես դա սարսափելի է։ Բայց վտանգ կա, նա տեսնում է այդ վտանգը, որ իրենց ներսում կան իրեն մրցակիցներ։ Թե այնպես արել, որ այլևս մրցակից էլ չկա ներսում։ Հա, դա ցավալի է մոտավորապես։ Խոսենք նաև պարգևավճարների մասին, դուք ստացել եք պարգևավճար։ Եվ ինչպես եք առասարակ գնահատում այն ամենը, ինչ։ Ես ոչ թե պարգևավճար ստացել եք մենակ պարոն Ասլանյանը եւ ես, սկզբից ես ձեւի հասկացա, որպես երկու падգամավոր, ով ամենահետևողականն ա եղել եւ հեղափոխական արժի համակարգից չի շեղվել, մնացել այդ գաղափարների վրա, եւ երբ որ մենք ստացանք, մենք ծախսեցինք այդ գումարը եւ ես տեղյակ եմ, որ գիտեմ, որ տեղյակ եմ, որ պարոն Ասլանյանը այդ գումարից մի ինչ-որ մաս բարեգործություն արել, ես չեմ արել, որտեղ ես խնդիրներ ունեի։ Ես էլ եմ արել, բայց քիչ, շատ քիչ, այնպես բան աննշան, հաշվենք չեմ արել։ Մենք ծախսեցինք, հետո պարզվեց, որ բոլորը տվել են։ Դա անարդար, պետք է մենակ մեզ երկուսից տային։ Ինչու՞։
Որովհետև մենք Բայց դուք շեղվել եք, հեռացել եք իրենցից, ինչի Ինչ կապ ունի, բայց մենք ենք հեղափոխական արժեքների կրողները եւ մենք չենք դավաճանել հեղափոխական արժեքներին։ ԿՊ-ն շեղվել է, իրաց չէր հասնում ապարքեվավճար։ Իսկ առհասարակ ապարքեվավճարներ տալը դուք նորմալ եք Իսկ համարում, այդքան մեծ գումարներ ոչ միայն պատգամավորներին, այլև կառավարության անդամներին ավելի մեծ Այո, գումարներ ես դա համարում եմ նորմալ, ես դա համարում եմ ճիշտ, խոսքը չափերի մասին կարող է լինի, կարող է ժամանակի մասին, բայց ես դա համարում եմ նորմալ եւ ճիշտ, բայց դա ոչ բավարար այն գաղափարի համար, որ պայքարում է վարչապետը եւ մասնավորապես խորհրդանում հնչեցրեց։ Ինքը ասում է մենք դա անում ենք, որպեսզի կոռուպցիան գլուխ չբարձրացնի։ Աշխարհում չկա մի հատ մարդ, ինչքան որ ես կարդացել եմ, ինչքան որ կինո եմ տեսել, ինչքան որ շփվել եմ, չկա մի հատ մարդ, որ ասի մենք ունենք $2 միլիարդ գումար, կնիկ ջան, արի հերիք ա մեզ, էլ փող մեզ պետք չի, արդեն սկսենք մենք մեր համար չկա այդպիսի բան։ Հետևաբար դրանով կաշառակերության դեմ, կոռուպցիայի դեմ պայքարել դու չես կարող։ Դա անհրաժեշտ է, ասեմ ինչ անի, ասեմ հիմա կասեմ ինչ անի։ Դա անհրաժեշտ է, բայց դա ոչ բավարար է։ Այ որ դու ուզում ես կոռուպցիայի դեմ պայքարես, դու պիտի համակարգային բաներ անես։ Համակարգային բաներից մեկն է նա, որը մեր կուսակցության ծրագրային դրույթներից մեկն է, որ հակակոռուպցիոն կոմիտեն դու պետք է տաս ընդդիմությանը առանց խորհրդարանում քվեարկելու, առանց գանգուրմազերին նայելու կամ ճաղատ գլխին նայելու։ Տալիս ընդդիմությունն է ձևավորում հակակոռուպցիոն կոմիտեն, չէ, ներողություն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ այնտեղ իշխանություն ունենում մարդ։ Եվ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պրպտում է վերահանում իշխանական շրջանակներում կոռուպցիոն դրսևորումները, դու էլ որ պայքարում ես կոռուպցիայի դեմ, խնդրեմ այդ բաները հարցերը տալիս ես իրավական ընթացքից տալիս եւ լուծվում է։ Դե դուր քիչ ես տալիս։ Այդ դիտես եւ նաեւ ապարքեվավճարներ տաս իրար հետ միասին։ Շատ համադրելի կլինի։ Իսկ sense այդպես չի լինի։ Հիմա դուք համաձայն եք, որ այդքան ապարքեվավճար է տվել, որովհետև դուք պատգամավոր եք եւ օգտվել եք, բայց առհասարակ երբ որ դուք նայում եք, որ մեկ հոգուն փաստորեն 8 միլիոն, 7 միլիոն, 9 միլիոն միջև հասնող ապարքեվավճար է տրվել, դա նորմալ է երկրի համար։ Ես թվերի մասին չեմ կարող գնահատական տամ, բայց ապարքեվավճարը որպես բան ես գտնում որ ճիշտ բան է։ Ինչու տվեց Փաշինյանը այդ ապարքեվավճարները։ Ապարքեվավճարները հիմա ինքը տվեց այս նախընտրական շրջանում, որպեսզի նորից թիմին նաև եւ համախմբելու իմաստով, հիմնականում թիմին համախմբելու իմաստով եւ նաեւ բացատրությունից մեկը Կազովալեն Սիմոնյանը բացատրություն տվեց որքան վատանությունից չէ, որ աշխատավարձերի բարձրացման խնդիր կա, համընդհանուր բարձրացման խնդիր կա, բայց պետական ապարատում աշխատողների այդ խնդիրը չի լինում այս պահին լուծել, բայց որոշ դեպքերում այս ճանապարհով փորձել կոմպենսացնել այդ խնդիրի լուծումը։ Դա չի ամենամեծ բանը, ամենամեծ խնդիրը դա չի, ապարքեվավճարները չի, ապարքեվավճարը եթե հաշվում ես իր գումարային իմաստով։ Ասեցին էլի են ավելացնելու գումարները լինելու։ Հասկացանք։ Բա խնդիրը Եվ ինչ ասում, ասում է, վարչապետը ինչ ասում, ասում է, այս կառավարությունը ձեր նախկիների թալանածից փող իրա բերել, հսկայական գումարներ իրա բերել եւ դրա չնչի մասը որպես ապարքեվավճար գնահատել է իրաց աշխատանքի դիմաց։ Կառավարությունը մեկ դեպքում պահում է կարևոր բաները թողած, ինչի հետևից են, ինչի վրա են ուզում բան անեն, այսպես կոչված վարչապետին հարված են։ Դա այդ հարվածը տեղ չի հասնի։ Ինչքան որ ասեցին էլ բանալեցին, դա տեղ չի հասնի, որովհետև դա բացատրություն ունի, եւ ինքը բացատրությունը տվեց։ Նորից եմ ասում, հիմա իսկ ասեք պարոն Աղազյան, դե դուք հրաժարվեք, եթե գտնեք։ Ես չեմ հրաժարվել, որովհետև ես բանը ծախսել եմ։ Ունեիք այդ գումարի կարիքը։ Մենք չէր ունեմ հալակարիք, մետեղ ուտան լավ կդի։ Հալասմի մանդատից հրաժարվի, որ այդ պարքեվավճարները չստանայի, հալդազն է, Դե ասացին, որ առաջ եկամ սպասվում էլի։ Դե ավելի լավ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Զրուցակիցս ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։